Բարի առավոտ բոլորիդ իմ շատ սիրելի հետևորդներ ջան, այսօրվա բլոգը սկսում եմ այս գեղեցիկ տեսարանով։ Սիրելիներս, հույսով եմ, որ դուք լավ եք, ես էլ եմ լավ, ցանկանում եմ, որ միշտ լավ լինեք։ Այսօրվա հոլովակը համարում ենք բացված խաղողի գեղեցիկ վազերի տեսարանով, իմ թանկագին հետևորդներ ջան։ Սիրելի հետևորդներ ջան, այսօր օրը շաբաթ է, վաղն էլ կիրակի, ձեզ մաղթում եմ խաղաղ, օրհնված, հանգստյան օրեր։ Այսօր կոֆե չենք խմելու միասին, որովհետև, սիրելիներս, կոֆե չունենք։ Վերջացել է, սիրելի հետևորդներ ջան, ասում եմ պարզ, որ չունենք։ Ինչ կա ամոթ հանելու, չկա, վերջացել է, սիրելիներս, միայն կխոսենք և գործ կանենք միասին։ Սիրելի հետևորդներ ջան, տերևներն եմ քաղում խաղողի, մեծացել են արդեն, ես խաղողի տերևները սիրով քաղում եմ և ձեզ սիրով ցույց եմ տալիս։ Այս երկար ճյուղերը, որ արդեն երկարել են, որը շատ երկար է, ես տերևները կքաղեմ, ամուսինս էլ այդ տերևները կկտրի, շատ երկար էլ պետք չի։ Հիշում եք, մի քանի ժամանակ առաջ քաղել ենք, բայց տեսեք ինչ լավ մեծացել են տերևները։ Կամաց ամեն անգամ հավաքում եմ, արդեն 4 հատ 1 կիլանոց տարա, զակատել ենք, սիրելիներս, փակել ենք, դեռ հլը կփակենք, ինչքան կլինի, այնքան էլ կհավաքեմ տերևները։ Ճիշտ է, ինքը քիշմիշ խաղող չի, միշտ ասում եմ, բայց շատ նուրբ է, տեսեք ինչ լավ նուրբ տերևներ ունի։ Իսկ աղաջրի մեջ ավելի նրբանում է, դառնում է ոնց որ ասած շոգ, այդպես նրբանում է։ Համեր, ինչքան հնարավոր է խաղողն եմ բացում տերևներից, որպեսզի խաղողը քաղցրանա։ Հայաստան չի, որ քաղցրանա, պետք է տերևները անպայման մաքրենք, սիրելի հետևորդներ ջան։ Բացենք, տեսեք ոնց եմ բացում, այսինքն բացում եմ տերևները, համ մեզ տերևներն են պետք գալիս, օգտագործում ենք, համ էլ խաղողը։ Ուզում եմ, եթե շատ լինի, բավականին էլ կա, սիրելի հետևորդներ ջան։ Մաճար պատրաստել, շատ համեղ մաճար է լինում այս սորտերից, 3 սորտ է, Իզաբելա կա, սորտ սև, սպիտակ խոշոր խաղող է, որ հենց սկսի հասնել, դա էլ ցույց կտամ, սիրելի հետևորդներ ջան, հիմա այս տակի մասը հավաքեմ, նոր վերևի մասը։ Այսօր օրը շատ լավ է, պայծառ, անուշ, արևոտ, տաքուկ օր է բացվել բոլորիս համար։ Անձրևային չի, հազիվ 2 օր է անձրևները դադարել են, թե չէ անընդհատ անձրև, հոգնեցինք այդ անձրևներից, սիրելի հետևորդներ ջան, ջան ու ջան։ Էլ Հայաստանից տերև չենք բերում, մի ժամանակ որ չունեինք, բերում էինք, սիրելիներս, շշերով, եթե ուղարկում էին կամ մենք էինք գնում, մենք հաճախակի գնում ենք Հայաստան, շշերով հեշտ է բերելը կապրոնից։ Ես լցնում եմ շշերից դատարկում եմ, աղաջրով պատրաստում էի, աղաջրի տոլման բոլոր կանայք էլ կհաստատեն, որ ավելի համեղ է լինում տոլման, տերևը որ աղի է, տոլման էլ է համեղ ստացվում։ Բոլորս էլ սիրելիներս կանայք ենք, ունենք մեր պատրաստման
եղանակը, մեկը աղաջրով է, մյուսը շշով է, մյուսը սարցախցիկ, բայց ես չեմ սիրում սարցախցիկի տերևը, միշտ ասել եմ ու կասեմ, իմ տարբերակը աղաջրի տարբերակն է, ամենահամեղ տարբերակն է աղաջրի տարբերակը, ահա, շատ լավ քաղվում է առանց մկրատի ձեռքով, այնքան նուրբ, թե մի հատ ձեռ ես տալիս, օգվում է վռաս, տարայ եմ դրել, ներքևում տարայ մեջ եմ լցնում, հետո կտանենք միասին, արդեն կդաստայ, սիրելի հետևորդներ ջան, խաղի տերևները քաղեցի, բերեցի, հիմա այսքանը չի, շատ են, հիմա իրար մեջ պետք է դնեմ, շատ շոգ է, առավոտ շուտ է, բայց այնքան շոգ է, որ քանի օր է այսպիսի շոգ չի եղել, այսօր շատ անտանելի շոգ է, քաղելու ընթացքում նաև միացավ ինձ ամուսինս, քաղում է, հիմա ցույց կտամ ձեզ, ոնց է քաղում, և սիրելի հետևորդներ ջան, ծայրի երկար մասերը ասեցի, չէ, որ պետք է կտրի, շատ է երկարում, քանի որ մեր խաղողը կարող ենք նաև թարմայի պես բարձրացնել, պատրաստ չի, չունենք պատրաստված այդ թարմայի երկաթներով, թարման է խոսքով, հիմա ծայրերը կտրում ենք, հետո տեսնենք, եթե թարմայի վրա ենք բարձրացնելու, երկաթների վրա, ուրեմն արդեն էլ չենք կտրի, դա արդեն հաջորդ տարին կմնա, այսպես սիրելիներս, իրար մեջ եմ դնում, հանգիստ, ինձ համար նստած է մեր բալկոնում, խաղաղ, մի կողմից արև է, մի կողմից էլ տեսնում եք վարագույրը քամին իրար է տալիս, այդ շոգը բալկոնում նստած չեմ զգում, բայց որ տերև էի քաղում, չէ որ բաց երկնքի տակ է, չէ, շատ շոգ է, հիմա մի 10-12 հատ շարելուց հետո, սիրելիներս, այս կոթի մասը, այսպես կտրում եմ, հիշում եմ, որ Հայաստանում տերև էինք հավաքում, այսպես դաստա էինք անում, արտաշատների ասվելով, այս ոտի տակ էր դնում կիսուրս, որ մի քիչ, ոնց ասեմ, այսպես ամուր լինի, նոր շարում էր, թոռոմում էր նոր, հիմա ես այսպես պոտնոցի վրա կդնեմ, սիրելի հետևորդներ ջան, շարելուց հետո կթողնեմ կթառամի, նոր արդեն ձեզ հետ միասին կպատրաստենք աղաջրով, նորից ցույց կտամ, թե տիկին Մարինեն ինչպես է պատրաստում խաղողի տերևը, չնայած էջումս տեղադրած ունեմ, սիրելիներս, բայց միգուցե նորեկներ էլ բաժանորդագրվել են, իրենց համար եմ տեղադրում, և իհարկե միշտ ասել են, չէ, կրկնությունը գիտության մայրն է, կրկնեմ, մի փոքր տեղ կկրկնեմ և միասին արդեն կպատրաստենք, այսպես հերթով, կարգով, շարում եմ, հիշողություններս եմ գնում սիրելիներս, միշտ էլ բոլորս հիշում ենք, մեր հուշերը մեզ հետ են, հուշերը շատ լավ են, իմ լավ բարեկամներ, հիշողությունները մեզ ապրեցնում են, հիշողությունները մեզ նոր կյանք են տալիս, հիշում ենք, ապագայով ապրում ենք սիրելիներս, շատ քաղում էինք սիրելի հետևորդներ ջան, այգի ունեինք, ես որ նոր հարս եմ գնացել, խաղողի ընտիր այգի ունեին,
Այդ ժամանակվա այգիները, սիրելիներս, ուրիշ ձևի էր, չէ, թմբային էին ասում, հաչաներ էին տալի տակը, այսպես ծառի ճյուղերից պատրաստված հաչաներ էր, այդ ձևի տալիս էին, այսենց, տեսեք, այսենց բարձրացնում ենք վերև։ Վայ, լավ օրեր էին, շատ լավ, համով հոտով օրեր էին։ Կարող է այդ ժամանակ էլ ենք շատ դժվարություններ ունեցել, ոչ թե կարող է ունեցել ենք յուրաքանչյուրս էլ, բայց համով տարիներ էին։ Մեծ ամանով աղաջրի մեջ էինք դնում, այդ ժամանակ տարաներով չէինք փակում, շշերով չէինք փակում, այլ մեծ կիսուրս համ թթվի տուճիկ ուներ, կարաս, համ էլ տերևի համար պատրաստում էինք տուճիկների մեջ։ Հետո սիրելիներս դուրս եկան այդ պարսկական կարմիր ամանները, ես այդ ամանների մեջ էի պատրաստում, շատ 100 կիլոյով պատրաստել եմ թե ծիծակ դեղին պղպեղ վաճառել եմ, թե տերև։ Սաղս էլ չարչարվել ենք, սիրելիներս, եթե կա, պետք է պատրաստենք, պետք է ձմռան համար ունենանք, պահեստավորենք, որ ձմռանն էլ ունենանք։ Հիմա տեսեք, վաճառում են, փառք Աստծո, հնարավորություն ունեմ գնելու, բայց եթե ունեմ, ինչու չանենք։ Կամ այդքան հարսս չարչարվում է որդուց հետ, մշակում է, կարող ենք գնել, այնպես չի, որ չենք կարող, բայց հողագործություն սիրում ենք, ունենք, մեր հողամասն է, մեր այգինն է, պետք է մշակենք։ Կան չէ մարդիկ, որ հիմա կա տերևը, չէ, պատրաստին են գերադասում գնել, կամ մրգերը հասնում է, չէ։ Հայաստանում եմ եղել, սիրելի հետևորդներ ջան, անցած տարվա մասին չեմ խոսում, որովհետև անցած տարի հիվանդացել եմ, չեմ կարողացել ոչ մի ճիր, կարմիր պղպեր պատրաստել, աղալ, բերել կամ ճիրը չորացնել, բերել։ 20 օր ընդամենը անցկացրել եմ Հայաստանում, այն էլ պարկած։ Իսկ նախանցած տարի, որ գնացել էի, թե 2 տարի առաջ, այդ ժամանակ պատրաստել եմ։ Պատկերացնում եք, սիրելիներս, մրգերը հասնում, թափվում են ծառերի տակ, բայց ոչ մեկը չի պատրաստում, ալարում են, որ չորացնեն, քաղեն, բայց դե ափսոս է, չէ, մրգերն էլ են ափսոսը, քաղես, եթե ունես, պետք է պատրաստես, ինչի գնաս առնես, առնելը կա ու կա, միշտ էլ կարող ենք առնել, եթե գումար ունենաս։ Իսկ մենք սիրով ենք անում ամեն ինչը, ոչ մի բան էլ չենք թափում, ափսոս է, չարչարանքը ուր թափենք, սիրելի հետևորդներ ջան, սա լավը չի, մի կողմ դնեմ։ Օրինակ այս գյոզալ տերևը ոչ չհավաքենք, ոնց չպատրաստենք, գնում ես տարաների մեջ, հենց Հայաստանից, անցած տարի գնել ենք, տեսքը սիրուն, բացեցի մեջտեղը լրիվ քրքրված, այսենց սիրելիներս, ոնց որ ճղրտված փոքր մանր, այնքան որ քանակ են հաշվում, ուղարկում են, ու համը դուրս չեկավ, մի տեսակ ոչ աղի, ոչ թթու, դրա համար ես իմ ձեռքով, ջանիկներ ջան, սիրելիներ ջան, պատրաստում եմ, մի քիչ այսենց կչարչարվենք, բայց զաթո մաքուրը կունենանք, մեր ձեռքի պատրաստածը կունենանք։ Այստեղ ոչ մի չարչարանք չկա, այսպես նստել եմ, հավեսով այս գեղեցիկ ծաղիկները կողքս, նայում եմ, հիանում եմ, իրենց հետ խոսում եմ, ասեմ ինչքան գեղեցիկ եք, ինչքան լավն եք, ինչքան բարի եք, ձեզ այսօր պետք է ջրենք, որովհետև չորացել են մի տեսակ, թոշնել են, ջուր են խնդրում, մենք էլ որդիս տանը չի կգա ու կջրի, այսքանը սիրելիներս, ասեմ չեմ, էջումս նորից շարելն էլ եմ ցույց տվել, փակելն էլ, մեկ անգամ ցանկացա, որ նորից
ցույց տամ բոլորիդ նորեկներին։ Հիմա կադրից դուրս իմ լավ թանկագին հետևորդներին ասեմ, կդաստայեմ, կշարեմ, կհանդիպենք արդեն հետո։ Հետևորդներ ջան, համ երկար ճյուղերը կտրում է, միանգամից երկար ճյուղերը կտրում է և տերևները քաղում։ Ես մինչև այս իրար մեջ դնեմ, մնացած տերևները կքաղի և ճյուղերն էլ կկտրի։ Էլը մի երկու բան կա, կլինի մի կիլանոց։ Կտեսնեք ընթացքում, որ արդեն սկսեմ պատրաստել կերևա։ Ինչքան կլինի, այդքան էլ կփակեմ։ Որ տանն է լինում, լավ օգնում է, օրինակ տեսեք, ես քաղում էի չթողեց։ Ասեց, ես կքաղեմ, ճյուղերն էլ հետը կկտրեմ։ Հետո կտրած ճյուղերն էլ կհավաքենք։ Այնքան էլ խաղ կա։ Այդ թոմնա չի խանգարում, օրինակ տերև կտա, վերջում կկտրես։ Փաթաթվել այն լարին, որը որ կախված է, նրան կտրի։ Սա էլ կտրած ճյուղերն է, սիրելի հետևորդներ ջան։ Հետևորդներ ջան, քաղեց բոլոր տերևները, վերջացրեց, ճյուղերն էլ ցույց տվեցի, որ արդեն կտրած է։ Հիմա այս տերևներն էլ կադրից դուրս, սիրուն ինձ համար նստած կդաստայեմ, կդնեմ իրար մեջ, պոչերը կկտրեմ, կշարեմ ամանի մեջ, կթողնեմ, որ թառամի, վաղը նոր կշարունակեմ պատրաստել ձեզ հետ միասին։ Իսկ հիմա գնանք ներս, որդիս աշխատանքից եկել է և մի փոքր էլ գնումներ է կատարել։ Սիրելի հետևորդներ ջան, ուզում եմ այսօրվա որդուս գնաց գնումները, տան համար գնումները ցույց տալ։ Այնքան էլ փաթաթել է, գնել է կարմրախայտ իշխան։ Քանի հատ է նորո։ Չեմ ուզում բացեմ, փոքր։ Հա, փոքր իշխաններ են կարմրախայտ, բայց չեմ կարող ասեմ հայկականն է, թե ոչ, այս անգամ չեմ կարող ասել, որտեղ հա, Հայաստանից ոչինչ չի գալիս։ Հա, կարմրախայտ, հələ մեջը շատ լավ, փշեր չունի, թարմը իշխան է։ Հենց կարելի է ջրով խաշել, աղով ու հա, հա, ճիշտ էլ արել ես, էս սենց։ Վերցրել է հավ, լավ մեծ հավ է։ Տեսնենք ինչ լավ մի համեղ ուտեստ պատրաստենք, չախոբիլի կամ աղցան, մի լավ համով բան եմ որոշել պատրաստել։ Հենց որ պատրաստեմ, ձեզ հետ կկիսվեմ, այդ ձուկը վերցնենք, որ ձկան համը չեմ սիրում հեչ։ Դե իհարկե կեչուտ, տարբեր տեսակի, սա համ կծուն են վերցրել, համ քաղցր է երեխաների համար, դեղին ոլոր է, գարող, 2,5 կլորներից չի, կլորներից ունենք, սա պաների սոուս է, երեխաները սիրում են, երշիկ է,
Բայց չեմ կարող ասել, պոլու կապ չունի։ Ինչ երշիկ է Մարինե ջան, հլա սա ակնոցներ արեխվի երշիկ է, ահա։ Սա նրբ երշիկ է, ասեմ որ Պապա Մոժետի ֆիրմայի նրբ երշիկները շատ համով են, սիրելի հետևորդներ ջան։ Սա էլ դոկտորսկի երշիկ է։ Սրանք թող այսենց մնա Մարինե ջան։ Հես աղ է մանր, կերակրի։ Սլիվիչնի, տվարոժնի սիր է, թթվասեր, հնդկաձավար գրեչկա, միշտ այս ֆիրմային ենք գնում, սիրելիներս, ոչ բացվում է, ոչ փխլվում է, ոնց որ ասած, շատ ընտիր է ստացում, ոսպ է։ Գարչիցա է, ամուսինը շատ սիրում է, երշիկեղենի հետ, նրբ երշիկների հետ ուտում է։ Հիմա այս մոտեցրու, այս էլ, Մարինե ջան, սրանք հավաքի դիր սառնարանի կողքի սեղանին, հիմա կդասավորենք հետո։ Հանքային ջուր է, դու ձեռիդ հետ տարազի ջան, մենք կդասավորենք։ Ինչպես միշտ ամեն անգամ վերմիշի լավ ֆիրմա է, մակվա։ Չեմ ուզում ֆիրմաների անունները տամ, որ չհնչի ռեկլամեն։ Կարճ մակարոններ են, լավ համով փլավ է լինում։ Սխտոր մածունով, որ խաշում քամում ես, սրանք երեխաներին զովեչցի, ըմպելիքներ, լիմոնադներ, սա էլ սպագետի, խտացրած կաթ է, լավ ֆիրմայի է, սա էլ մալմելատ է, բայց դե մեր երիտասարդ տարիների մալմելատներին չի հասնի, լուսնաձև տարբեր համերի է սիրելիներս, սա էլ ինձ համար թվորակ է, կատնաշոր։ Այս մի պակետն էլ բեր, դու դիր ընդեղ ես կդասավորենք, սա էլ մակարոնեղեն է, դե սա ատամի պաստա, օճար, ամանի հեղուկ, միշտ ահոս ենք օգտագործում, կամ էլ սա էլ ամանի մեքենայի տաբլետկաներ են, 100 հատ, սա բալզամ է, շատ լավ հոտ ունի, այս ֆիրմայի բալզամը, սա էլ ամանի համար, մեքենայի համար, աղ է, սիրելիներս, աղ ենք լցնում, անպայման նոր ամանները լվանում ենք, սրանք աղ է, հա ասեցի, սրանք չեկերն են, որ պահում ենք, այս շեկերը դիր, սրանք էլ վերցնենք, ձույե 10 հատ, աղացած միս է, սիրելիներս, աղացած միսը, որ գնում ենք, ես տոլմա չեմ պատրաստում, կամ կոտլետ, կամ էլ մանիկը մեկ անգամ ցույց եմ տվել, մի հետևորդու ճիշտ անունը ասել է, թե ինչ է կոչվում, սա հենց տեղում աղում է, տալիս է, բերում են, այս անգամ չգիտեմ, ինչ ենք ուզում պատրաստել, որ պատրաստենք, կասեմ, սիրելի հետևորդներ ջան, ես տոլման սիրում եմ, որ թարմը միսը աղանք, հենց նույն վարքյանին խճողակը պատրաստեմ ու փաթաթեմ տոլմա թե տերևով և թե կաղամբով, սա էլ շաքարավազը 3 կիլոգրամ,
Հալվա է սիրելիներս, այնքան շատ եմ սիրում այս հալվան, էլ ասելու չի, բայց ցավոք սրտի մի փոքր այսօր կօգտվեմ, բայց չեմ օգտվում, ասեմ, որ բավականի ժամանակ է, ոչ կանֆետ եմ ուտում, ոչ լիմոնադ եմ խմում, քաղցր եղեն չեմ օգտագործում։ Այս էլ մեր այսօրվա գնումները, սիրելիներս, դե ինչ ասեմ ձեզ մաղթում եմ լավ օր, սիրելիներս, խաղաղ օրվա վերջ, լինեք միշտ առողջ, լինեք միշտ երջանիկ, ուրախ և օրհնված։ Ձեզ հետ էր ձեր շատ սիրելի տիկին Մարինեի ընտանիքը։ Ստեսություն, մինչ նոր տեսանյութ։ Շնորհակալ եմ, որ դիտում եք, շնորհակալ եմ, որ բաժանորդագրվում եք, լայքում եք և տարածում եք։ Ստեսություն, մինչ նոր տեսահոլովակ։ Լավ մնացեք։